Երևանի կառուցապատման ծավալի աճի հիմքը պետք է լիներ Երևանի բնակչության աճը, որը չկա տես կտրուկ աճ չկա, նույն եթե դա աճը համեմատենք բազմաբնակարան շենքերի աճի հետ, շատ խիստ տարբերություն կլինի, բայց այդ պահանջարկը կան նորակառույց շենքերի ու վտանգը ամենակարևորը իմ կարծիքով տնտեսական այդ մոդելը, որ կա դրա տակ դրված, ինչի հիման վրա բազմաբնակարան շենքերի պահանջարկը առաջանում, նորակառույց բիզնես մոդել կա, որ մարդիկ մտածում են, մարդիկ որոնք եկամուտ ունեն հավելյալ, մտածում են գնեն բնակարան վարկով, այդ բնակարանը վարձով տան, այդ վարձը փակի այդ վարկը ու դրա արդյունքում ինչ-որ քանի տարի հետո այդ բնակարանը կդառնա իրանց երբ որ վարկը փակացել են ու այդ վարձով բնակարանը կշարունակի վարձով տրվել կամ կդառնա իրանց անշարժ գույքը ու այլ նպատակներով կօգտագործվի։ Այդ եթե քիչ բնակարանների մասին է խոսք գնում, դա իհարկե արդյունավետ տնտեսական մոդել է, բայց եթե նույն գործողությունը անում են բազմաթիվ մարդիկ, առաջանում է բնակարաններ, բազմաթիվ առաջարկը մեծանալու է, բայց դրան զուգահեռ պահանջարկը նույնպես չի աճելու, իհարկե եթե չլինեն Ռուսաստանի այդ պատերազմը, որ եղավ տարիներ առաջ կամ չգիտեմ, նոր պահանջարկ չառաջանա նույն նոր աշխարհակաղակական երևույթներից, այսինքն եթե դեպի Երևան հոսքեր չառաջանան, նոր պահանջարկներ չի առաջանալ, ասենք վարձով վերցնող մարդկանց քանակը չի աճելու, բայց բնակարանների քանակը, որոնք նախատեսված են այդ նույն մոդելով առաջարկվեն, շատ մեծանալու է ու սկսելու են այդ բնակարանների վարձերի գնելը իջնել, երբ որ պահանջարկը չաճի, իսկ առաջարկը աճի, բնականաբար ստիպված են ավելի ցածր գներով տալ ու դրա հետևանքով այդ տված վարձը չի կարողանալու փակի այդ բնակարանի ծախսը եւ բազմաթիվ բնակարաններ դատարկ են մնալու, հնարավոր է դրա հետևանքով իրենց վաճառքել առաջանա ու այսինքն այդ բնակարանների գներները սկսեն իջնել ու միանգամից կանգնեն բնակարանի շինությունը։ Սենց ռիսկեր եմ տեսնում, եթե ռիսկերի մասին խոսեինք։ Բազմաբնակարան շենքերի կառուցում Երևանում իհարկե շատ հաճախ նախապես բոլոր ռիսկերն, բոլոր խնդիրները առանց հաշվարկելու են իրականացվում, այսինքն կառուցվում են թաղամասեր, որտեղ հասկանալու չկա դպրոց, որ կարող է սպասարկի այդ ամբողջ բնակիչներին, չկա մանկապարտեզ համապատասխան շահառավղով հեռավորության վրա, ենթադրենք չկա հոսանքի ենթակայան, որ կարող է սպասարկի այդ թաղամասին ու ճանապարհերի լայնությունները հաշվարկված չեն, մենք բոլորս հասկանում ենք, որ առավոտյան ժամին 8-ին ենթադրենք, երբ որ դասերը սկսվում են, բոլորը արթնանում են, նստում են իրենց մեքենան եւ գնում են իրենց երեխաներին տանում են դպրոց, հետո գնում են աշխատանքի եւ այդ գործողությունը անում են բազմաբնակարան շենքում արդեն շատ մարդիկ, մանավանդ եթե հասկանանք այդ բազմաբնակարան շենքերի մակերես ու հարկայնությունը, նրանց մեջ գտնող բնակիչների քանակը ու այդ փողոցները, որոնք եղել են նախատեսված են թաղամասերում, որտեղ օրինակ առանձնատներ էին, իսկ հիմա դարձան շենքեր, շենքերի այդ առանձնատներին հնարավոր է կարողանում է սպասարկել այդ փողոցը, բայց չկարողանա բազմաբնակարան շենքի բնակիչներին սպասարկի կոնկրետ ժամերին առաջանա խցանումներ։ Նույնը կարող ասենք կոյուղատարերի մասին, որոնք կառուցվել են փողոցների տակ սպասարկելու առանձնատներ, որտեղ բնակչության խնդրությունը ենթադրենք 200 մարդ է քառակուսի մետրի վրա, իսկ հիմա ասենք դարձնում ենք միանգամից 400-500, էլ նույն խնդիրը կարող առաջացնի ջրամատակարարումը, գազամատակարարումը, հոսանքը, ասենք բոլոր ենթակառուցվածքների խնդիրներ կարող առաջացնի, նաև այդ բնակիչների զբաղմունքը, այսինքն բացի ավրելուց նրանք նաև այդտեղ պետք է զբաղմունք ունենան, սոցիալական պահանջարկ կա նաև դրա համար, բայց կառուցվում են զուտ շենքեր, այսինքն առանց ենթակառուցվածքների։ Կառուցապատերը դադարեցնելու համար նախ զոնավորման հատակագիծ կարող է լինել Երևանում ու որոշվի թե որ ամբողջ Երևանի համար իհարկե կա որոշակի թաղամասերի համար, բայց կարելի է ամբողջ Երևանի համար անել եւ որոշակի թաղամասերում արգելել այսինչ հարկայնությունից ավելի բարձր ու խիստ հետևել այդ կանոնին, այդ մի տարբերակն է, երկրորդը առաջարկներ ստեղծել, այսինքն արվարձանային շրջաններում, որտեղ բնակչության խտությունը ցածր է, ավելի գրավչության պակաս կա, ստեղծել այդ գրավչությունը, որպեսզի կառուցապատումները տեղափոխվեն կենտրոնից դուրս, այսինքն ինչ հնարավոր է գործող թաղամասերից դուրս, որտեղ կառուցվեն նոր փողոցներ, նոր կոյուղաջրեր, նոր հոսանքի եւ այլ ենթակառուցվածքների մոտեցումներ։ Ու հետո բազմաբնակարան շենքի հետ կառուցապատման այդ բումը
Նաև մշակութային ժառանգության ուղղը խարված է, որովհետև երբ որ մեծ պահանջարկ կա, իսկ գիտենք, որ սովորաբար մշակութային ժառանգությունը սակավահարկ է Երևանում, քանի որ 20-րդ դարի սկզբին, 19-րդ դարի վերջին կամ 18-րդ դարի կառուցապատումները սակավահարկ են ու գտնվում են Երևանի կարևորագույն մասերում, այսինքն թանկ հողերի վրա։ Իսկ դրանց վրա 2-3 հարկը ձեռնտու չէ տնտեսվարողներին, եւ նրանք ցանկանում են դրան փոխարեն կառուցել բազմահարկ շենքեր, որպեսզի ստանան մեծ մակերեսներ, եւ իրենց բոլորի ձգտումը լինում է հուշարձանները ավիրել, դրա փոխարեն կառուցել 6, 7, 10 հնարավորինս բարձր հարկայնության շենքեր։ Ընդհանրապես աշխարհում համաշխարհային փորձի տվյալներ են, որ բոլոր երկրներում դեպի մեգապոլիսներ ձգտում կա բնակիչների կողմից, փոքր քաղաքներից, գյուղերից բոլորը ձգտում են դեպի մայրաքաղաք տեղափոխվել կամ մեծ քաղաք, ոչ թե մայրաքաղաք, բոլոր երկրներում չի որ մայրաքաղաքը մեծ քաղաքն է։ Ձգտում միանշանակ կա, բայց հենց քաղաքաշինական քաղաքականության իմաստն է նաև որ կարող է կառավարել այդ ձգտումները եւ ստեղծել են պահանջները փոքր քաղաքներում նույնպես, որպեսզի մարդիկ պահանջ չունենան դեպի մեգապոլիսներ ձգտեն։ Եվրոպական շատ երկրներում կա նաև հակառակ միտումը մեծ քաղաքներից փոքր քաղաք տեղափոխվելու։ Կամայական իրավիճակում, կամայական քաղաքաշինական միջավայրում հնարավոր է գտնել լուծումներ, այսինքն այդ մասնագետները, ովքեր զբաղվում են քաղաքաշինության քաղաքականությամբ, գործունեության նպատակը հենց բարդ իրավիճակում միջավայրը դարձնել ավելի պարզ։ Իհարկե բոլորս հասկանում ենք, որ որևէ մեկը 10 հարգանի կամ 20 հարգանի շենքը չի քանդելու, որպեսզի բարելավի այդ միջավայրը, բայց հնարավոր է այլ լուծումներ գտնվեն, որպեսզի թոթափեն հատկապես տրանսպորտային կոլապսը, որ սպասվում է այդ բնակելի կառուցապատումները բնակեցնելուց հետո։ Իմ կարծիքով սա քաղաքային իշխանություններից ավելի վեր որոշվելիք հարցեր է, որպեսզի Հայաստանում առաջանա լուծվի տարաբնակեցման հարցը, այսինքն կենտրոնացում չլինի դեպի Երևան եւ հատկապես Երևանի կենտրոն, ու լուծումները կարող են նաեւ տնտեսական լինել, այսինքն Երևանի կենտրոնում հարկերը ավելի բարձր լինեն գործունեության համար, քան Երևանի ծայրամասերում, իսկ Երևանից դուրս ավելի ցածր լինեն, քան Երևանում։ Օրինակ Երևանը նախագծելուց գլխավոր քարտագիծ անելուց Հալաբյան փողոցը այնպես է նախագծվել, որ լինի առանցքով դեպի Սիս սարը, փոքր Մասիս։ Երբ որ Հալաբյանով մեքենայով կամ ոտքով երթևեկում ես, միշտ այս դիմացած Սիս սարն է, Ֆուջիամայի պես ճապոնական, շատ գեղեցիկ, բայց այդ գեղեցկությունից արդեն մենք զրկվել ենք, որովհետև այդ Հալաբյան փողոցի ուղիղ դիմացը կառուցվել է 24-25 հարգանի 1-2 շենք ու փակել այդ տեսարանը, այսինքն մենակ կառուցապատման ծավալի այդ խտության խնդիրը չի, այլ նաև այդ փողոցների որպես մարդու կենսագործության միջավայրը ընկալման հարցն է, որ կարևոր է։ Գեղագիտական խնդիրը լուծվում է։ Հա, գեղագիտական խնդիրը լուծվում է։